Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր վերսկսել է գործարար Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին այսօր դատարան բերեցին ոստիկանական ավտոմեքենայով։ Կարապետյանը լրագրողների հարցերին չպատասխանեց, նշելով, որ իրավունք չունի խոսելու։ Փաստաբաններն էլ հավելեցին, որ կա սահմանափակում։ Նախորդ ամռանը հայ առաքելական եկեղեցուն հրապարակային աջակցություն հայտնելուց հետո իշխանությունների թիրախում հայտնված ապակալանավորված Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար։ Նախորդ դատական նիստում գործարարի փաստաբանները միջնորդեցին, որ դատավորն առաջնահերթ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը։ Կարապետյանը ցանկանում է հաջորդ շաբաթ մասնակցել իր կուսակցության համագումարին։ Մինչ դատարանը քննում էր Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, նիստին զուգահեռ դատարանի բակում Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են անում նրա կուսակիցներն ու համախոհները։ Մի պահ իրավիճակը լարվեց, քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջև։ Քաշքշոցը սկսվեց, երբ ոստիկանները որոշեցին բացել ճանապարհը, ու քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացին նրանց այդ հատվածից, որից հետո սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։ Ներքին գործերի նախարարությունից Ազատությանը հայտնել են, որ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հոդվածով 17 մարդու են ձերբակալել ու տեղափոխել համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։ Ակցիայի մասնակիցները բղավում են Սամվել, վարչապետ, ազատություն։ Խորհրդարանում կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրի անցած տարվա կատարողականի քննարկումից հետո այսօր Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում հանդես եկավ եզրափակիչ ելույթով։ Կառավարության ղեկավարը հունիսի 7-ին կանալիք ընտրությունների համատեքստում պնդեց, որ նախկին ներկաբանավեճը հաղթարելու միայն մի տարբերակ կա։ Դրա համար 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքն ու ԲՀԿ-ն պետք է անցողիկ շեմը չհաղթահարեն։ Ընդ որում Փաշինյանը Ուժեղ Հայաստան կուսակցությանն անվանում էր ՀՀԿ։ Այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով ժեղ, շունշանգյալ, բոշա, այսինքն իրենք մարտահրավեր են նետում, որ իրենց ձայն տվող մարդը պետք է ինքն իրեն հայտարարագրի որպես ժեղ, շունշանգյալ, բոշա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է որոշի այդ մարտահրավերը ընդունում է թե ոչ։ Եթե Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են անցնել խորհրդարան, դա նշանակում է, որ ես իմ մտքով անցկացնեմ Հայաստանի Հանրապետությունում այդքան շունշանգյալ կա, որ իրենց օգտին կքվեարկի։ Դա կլինի անհարգալից վերաբերմունք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, ասաց նա։ Ընդդիմությունից Նիկոլ Փաշինյանին դահլիճում լսում էին միայն Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր Արթուր Խաչատյանը։ Փաշինյանը հայտարարեց, որ իր ղեկավարած իշխանությունը երկիրը դուրս է բերել թակարդից, իսկ ընդդիմությունը կրկին ձգտում է պատերազմի մեջ ներքաշել եւ այժմ քաղաքացիները պետք է տեր կանգնեն խաղաղությանը։ Այն թակարդից, որի մեջ մենք մտել ենք Ղարաբաղի շարժումով եւ որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունները մեզ անընդհատ մտցրել են ու պահել են փակուղում, ասաց նա։ Ըստ Փաշինյանի պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղյան շարժումը, իսկ եթե չկա Ղարաբաղյան շարժումը, ուրեմն պատերազմ էլ չկա։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այժմ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ոչ ադեկվատ կառավարումն իր առամեջ գործողություններն են հանգեցրել 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու եւ հաջողություններ ունենալու համար։ Մինչդեռ մենք ի վիճակի ենք եղել մեր առջև դրված խնդիրը կատարելու։ Պարոն Փաշինյանն ասում է, որ գեներալները փախել են, ազգային ժողովի ղեկավարությունն ու պատգամավորները եկել էին այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կար պահեստազորայինների, որոնք այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը։ Մինչդեռ պատգամավորները լայախ չարեցին գոնե մի քանի ժամով գնան աշխատեն մոբ ռեսուրսի հետ։ Հիմա ով է փախել, գեներալներն են փախել, թե ազգային ժողովի այն պատգամավորները, որոնք այնտեղ էին, ու նրանց մի քանիսին ես ճանաչում եմ, հայտարարեց նա։ Օհանյանը տեղեկացրեց, որ Արցախի պաշտպանության բանակը 283 կիլոմետր պաշտպանության գոտի է ունեցել, որից 265 կիլոմետրն ուղիղ մեկ ամիս մինչև հոկտեմբերի 27-ը պահել են։ Այդ տարածքով են ձեր ասած գեներալները փախել եւ ես գտնում եմ, որ դա ձեր պատասխանատվության գոտում է, քանի որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, իսկ այն հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել, եկել հասել Շուշի, Բերձոր, Բերթաձոր եւ Հայաստանի Հանրապետության սահմաններ, Գորիս, Կապան, Մեղրիի սահմանները, ընդգծեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարարը։ Վերջում Օհանյանը դիտողություն արեց Փաշինյանին, նշելով, որ խաղաղությունը ոչ թե անվտանգության երաշխիք է, այլ ազգային անվտանգության հիմնարար արժեք։
Ստամբուլում միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում այսօր կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության և կայունություն ամրապնդման ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը, հայտնում են ազգային ժողովից։ Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։ Մայրաթորը քննադատում է քրեակատարողական հիմնարկներ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մուտքի արգելքը։ Էջմիածինը հայտարարել է, որ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի նման որոշումն ապօրինի է։ Ըստ Մայրաթորի ՔՀԿ պետը նման կերպ շրջանցել է ոչ միայն Էջմիածնին, այլև անտեսել իրավական կարգավորումներ եւ անհատ եկեղեցականների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր։ Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և կրթական ոլորտում, ասված է Մայրաթորի հայտարարության մեջ։ Նուբարաշենում 16 տարի հոգևոր ծառայություն իրականացնող Գրիգոր Քահանան Ազատություն ռադիոկայանին ավելի վաղ պատմել էր, որ իրեն արգելում են բանտ մտնել, զրուցել իր հավատացյալների հետ։ Բանտերում հոգևոր ծառայության պատասխանատու Իսահակ Վարդապետն էլ ասել էր, որ Վանաձորի բանտում էլ խնդիր կա։ Խոսել էր, որ տասնամյակների համերաշխ աշխատանքից հետո այժմ քրեակատարողական ծառայությունը խնդիրներ է ստեղծում հոգևորականների համար։ Էջմիածնից պնդել են, որ նման գործելակերպը կոպիտ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին հորդորել արդարադատության նախարարությանը հարգել օրենքը։ Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն իրականացվում է դեռ 90-ականներից։ Քահանաները խցել են այցելում, զրույցներ վարում, նաև կնունք, պսակ, պատարագներ։ Մամուլն այսօր գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած եւ տիրադավ անունը ստացած անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Ավելի ստույգ Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին։ Այսօր ԵՄ-ի տեղեկություններով տիրադավ եպիսկոպոսին զայրացրել է, որ Սուրբ Հարության տոնին, երբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էր այցելել եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը, սարկավագներից մեկը վեհապար Հայրապետի անվան հիշատակության պահին բարձր ձայնով հնչեցրել է ամենայն հայոց Հայրապետի անունը։ Այս հանգամանքն էլ հաշվի առնելով եպիսկոպոսը որոշել է վրեժ լուծել եկեղեցում հոգևոր ծառայություն իրականացնող սարկավագից։ Լրատվամիջոցը դիմել է ոստիկանություն պարզելու, արդյոք ոստիկանությունում այս մասով հաղորդում ստացել են, թե ոչ, որտեղ անգամ տեղյակ չէին, դեպքի մասին տեղյակ չէին նաև հաղորդում կա, թե ոչ, եւ խնդրել են գրավոր հարցում ուղարկել։ Այս միջադեպից հետո պահանջ կա կարգալույծ անել տիրադավ եպիսկոպոսին Սամվել Դպիր Գրիգորյանը օրինակ դիմել է վեհապար Հայրապետին, որ կարգալույծ հռչակի անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին։ Նա նշել է, որ եպիսկոպոսն իր խոտորյալ վարքով խաթարում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր միջավայրը։ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 14:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 111.5 կիլոմետր հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 43-ամյա Մուրադ Մ. վարած Մերսեդես Մակնիշի եւ 66-ամյա Ռազմիկ Մ. վարած BMW Մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։ Վիրավորը տեղում առաջին բուժօգնություն է ստացել եւ տեղափոխվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը BMW-ի վարորդն է։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։